Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Հայրը երկու որդիներ ուներ։ Հայրն Աստվածը եւ երկու որդի ունի։ Երկնքում հրեշտակները, երկրի վրա մարդիկ։ Միայն հրեշտակներն ու մարդիկ են, որ Աստծո պատկերն ու նմանություն ունեն հոգի, ունեն բանականություն, ունեն անձնիշխան կամք, ամբողջ արարչության մեջ, բոլոր արարածների մեջ, միայն հրեշտակները եւ մարդիկ են, որ Աստծո որդիներ են կոչվում։ Եվ ահա ավակ որդին Աստծո հրեշտակներն էին։ Եվ Աստված իր ժառանգությունը բաժանեց երկու մասի։ Հրեշտակներին տվեց երկինքը, իբրև բնակության վայր, իսկ մարդուն տվեց դրախտը, իբրև իր վերջնական, ոչ վերջնական, այլ ժամանակավոր բնակության վայր, որտեղ դրախտը Ադամի ծննդավայրն էր, այնտեղ պետք է նա ապրեր, այնտեղ պետք է դիմակայեր փորձությանը եւ բարձրանար երկինք հրեշտակների դասերին բաժան, հավասար դառնար։ Եվ ահա Ադամն ասաց, իմ բաժինը ինձ տուր, եւ վերցրեց իր բաժինը ու գնաց օտար երկիր։ Արտաքսվեց դրախտից Ադամը, օտար երկիր եկավ, այս երկիրը եկավ, դրախտը մոտ էր երկնքին, մեկ աստիճան ընդամենը, եւ եթե մեկ պատվիրան պահեր, կտեղափոխվեր երկինք, բայց ցավոք սրտի այդ մեկ պատվիրանը չպահեց եւ ընկավ երկիր։ Մենք էլ այսօր երկրի վրա ենք գտնվում, իսկ երկիրը ցավոք սրտի մոտ է դժոխքին, մեկ աստիճան մոտ է դժոխքին, որտեղ Ադամը երկրավոր կյանքից հետո գնաց դժոխք մահվանից հետո։ Եվ ահա իր ունեցվածքը հայրական վերցրեց Ադամը եւ վատնեց այդ ունեցվածքը, անառակ կյանքով էր ապրում։ Իդեմս Ադամի մենք եւս Աստծուց տրված մեր շնորհները վատնում ենք, որն են մեր շնորհները։ Երկնային թագավորությունը, մարգարեությունը, սրբությունը, քահանայությունը, այս բոլոր շնորհները Աստված տվեց Ադամին, իդեմս Ադամի նաև մեզ, եւ մենք անառակ կյանքով ապրելով վատնեցինք մեր Աստծուց տրված շնորհները, մերկացանք լուսեղեն պատմությանը եւ գնացինք այդ երկրի ագարակատերերից մեկի մոտ խոզապան դարձանք, խոզեր ենք պահում։ Այս երկրի տերն ու իշխանը, այսինքն ագարակատերը սատանան է, ով չար անօրեն կյանքով է ապրում, ով անառակությամբ է օրերը լրացնում, ապա սատանայի մոտ գործակալ է։ Եվ այդ խոզերի մեջ էլ ապրում է, եւ ինչքան որ խոզին լվանում ես, կրկին թավալվում է տիղմի մեջ։ Այդպես էլ ապրում էր անառակ կյանքով կրտսեր որդին, եւ մի պահ անդրադարձավ, ասաց, ես որտեղ էի, ուր հասա, իմ երկնավոր հոր տունը առատ հաց ունեի, ստեղ սոբամահ կորչում եմ, վերադառնամ, գնամ իմ երկնավոր հոր տունը, ասան այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ընդունիր ինչպես քո ծառաներից մեկը, մեղա երկնքի եւ քո առաջ, մեղա դրախտի եւ քո առաջ Աստված, որտեվ դու ինձ դրախտը տվեցիր, երկնային մի վայր տվեցիր, ես ընկա հավասարվեցի անբան անասուններին, ինչպես Դավիթ Սաղմոսերգուն է ասում, մարդը պատվի մեջ է, չգիտակցվեց եւ հավասարվեց անբան անասունների։ Բայց զղջաց կրտսեր որդին եւ դարձ կատարեց առ Աստված, գնաց եւ Աստված հեռվից տեսավ նրան ու ճանաչեց, ընդառաջ գնաց, գգվեց, գրկեց եւ ուրախացավ, ասաց այս իմ որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց, բերեք նախքին պատմությանը հագցրեք,
Նախկին պատմությանը անմեղությունն էր, սրբությունն էր, երբ մեզ Քրիստոս հագցրեց մեզ անմեղություն ու սրբություն, սուրբ մկրտության խորհրդով, ինչպես Պողոս առաքյալն է ասում, երբ որ մենք մկրտվում ենք, Քրիստոսով ենք զգեստավորվում, Քրիստոս ենք հագնում մեզ վրա, եւ երբ սուրբ հաղորդություն ենք ստանում, Քրիստոս մեր մեջ է բնակվում, եւ դրսից ու ներսից երկնքի արքայության ժառանգորդ ենք դառնում ենք քրիստոնյա, որ նշանակում է Քրիստոս ինա, Քրիստոսինն է նա, Քրիստոս նրա մեջ է բնակվում, ուրեմն սուրբ մկրտությամբ մենք անմեղության պատմությանը հագանք, նորից զգեստավորեցինք լուսեղեն պատմությանով, անմիջապես մատանին մատը դրեք ասաց հայրը իր անառակ որդուն, մատանին ինչ է, մատանին հարսին են դնում, փեսան է դնում մատանին, այդպես էլ Քրիստոս մեր փեսան է, մենք էլ հարսն ենք Քրիստոսի եւ նշանադրել է մեզ մեր Տերը, նշանը մատանին սիրո եւ զոհաբերության նշանն է, Քրիստոս մեզ նշան դրեց, խաչն է այդ նշանը, սիրո զոհաբերության նշանն է, ինչպես Քրիստոս մեզ համար զոհաբերվեց, այնպես էլ մենք պետք է Քրիստոսի համար զոհաբերվենք, որովհետև մենք մեզ չենք պատկանում, անգին արյան գինն ենք մենք, եւ մեզ նշանադրեց մեր Տերը, լուսեղեն պատմությանը հագցրեց, մատանին դրեց, կոշիկները հագցրեց, որպեսզի կարողանանք թշնամու զորության վրա անվնաս քայլենք, կոխոտենք թշնամու ամբողջ զորություն։ Եվ ասաց, բերեք պարարտ եզը, մորթենք է ուրախանանք, պարարտ եզը Աստծո միածին որդին է, որ զոհաբերվեց եւ մեզ փրկագնեց։ Եվ այսպեսի ուրախություն էր տոնը, ավակ որդին վերադարձավ եւ լսեց ուրախության ձայնը, կանչեց ծառաներին եւ ասաց. այս ինչ ուրախության ձայն։ Պատասխանեցին ծառաներն ու ասացին. քո կրտսեր եղբայրը վերադարձավ, քո հայրը պարարտ եզը մորթեց եւ ուրախություն է անում։ Չուզեց տուն մտնել ավակ որդին, հայրը դուրս եկավ, ասաց. որդյակ, այս ինչքան ժամանակ ինչ իմն է, այն էլ քոնն է, քո այս եղբայրը կորած էր եւ գտնվեց, մեռած էր եւ կենդանացավ։ Ինչքան ժամանակ է քեզ ծառայում եմ եւ մեկ ուլ անգամ ինձ համար չմորթեցիր, այս քո որդին, որ քո ամբողջ ունեցվածքը վատնեց անառակների, պոռնիկների հետ, քո պարարտ եզը մորթեցի նրա համար։ Հայրը կրկին ողոքական ձայնով դիմեց ավակ որդուն եւ ասաց. այո, դու իմ բոլոր պատվիրանները պահել ես։ Հրեշտակները, այո, Տիրոջ բոլոր պատվիրանները պահել են, բայց չէին հասկանում, ինչպես Աստված իր միածին որդուն չզոհաբերեց հանուն հրեշտակների փրկության, անկյալ հրեշտակների, միածին որդուն զոհաբերեց մարդկության փրկության համար, որտեղ հրեշտակները, անկյալ հրեշտակները հնարավորություն չունեցան փրկվելու, բայց մարդկային ազգը միածին որդու մարդեղացմամբ փրկվեց եւ հենց մարդկության համար է, որ Աստծո միածին որդին զոհաբերվեց։ Եվ հրեշտակները, իհարկե, այս առակը կիսատ է կարծես մնում, հայտնի չէ, ավակ որդին մտավ խնջույքի սեղան թե չէ, եւ պատահական չէ, որ առակը կիսատ է մնում, որտեվ կարծես այսօր այս առակը շարունակվում է։ Դեռևս շատ անառակ որդիներ կան, մենք, որ պետք է մտնենք խնջույքի սեղան, եւ երբ որ լրանա Աստծո խնջույքի սեղանը բոլոր հրավիրվածներով, այն ժամանակ ավակ որդին էլ կմտնի խնջույքի սեղան, հրեշտակներն էլ կմիանան մարդկանց եւ իրական հարսանեկան խնջույքը կլինի հավիտենական կյանքում, երկնքի արքայության մեջ։ Այսօրվա հորդորը մեզ զղջում է արտասուք, ապաշխարություն, խոստովանություն Աստծո առջև, Հայր, մեղա երկնքի եւ քո առջև, ես արժանի չեմ այլևս որդի կոչվելու, քոնը ինձ վարձկան որպես ընդունիր, եւ գթած ու ողորմած Հայրը սիրով կգգվի մեզ, կգրկի,
մեր լուսեղեն պատմությանը կհագցնի, մատին կհագցնի, ոտքերին կոշիկներ եւ կրկին ուրախությունը խնջույք կլինի։ Ամեն։ Սուրբ Պաչիրս Աղջեսը դեսների սարապրգի սեմիդի միված, եկեցուս էշնայի ողորմության և անանգալ դերաստված ներեցում։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանի չէ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, զազգս հայ ժողովուրդս հայ եկեղեցիս Հայաստանյայց, Հայաստան եւ Արցախ աշխարհները, մեր զորքն ու սահմանները եւ աստվածյալ քրիստոնյա հավատացյալ ծառայեսքո ընդհանրյալ սուրբ եւ պատվակալ խաչյուրքով խաղության փրկյա ազատյա հերիվերի եւ հաներևույթ թշնամույն արժանավորյա գոհությամբ փառորել ըսքեզ ընդհոր եւ ընսրբովույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանը սակտենից Օրհնեիրս Տեր ամենայժամ ողջություն դառնի օրհնյակ եղրուկի շնորհալ սուրբովույթ երթայ խաղությամբ եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցի ընձեզ ընդ ամենեսյասը ամեն